հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում մտել են բարդ ու հակասական փուլ։ Հնչում են կոշտ հայտարարություններ Մոսկվայից, նաև ինքնիշխանության շեշտադրումներ Երևանից։ Փորձենք հասկանալ, սա ժամանակավոր լարվածություն է, թե խորքային վերափոխում։ Մեզ հետ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, ինչ եք կարծում, ինչ փուլում են հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչի մասին է վկայում այս իրավիճակը, ճգնաժամի, թե ավելի շուտ վերաձևավորման, վերափոխման ինչ-որ փուլի մասին։ Տեսեք, սկսած 2022 թվականից Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրընթաց գնում են դեպի վատ ճանապարհով, քաղաքական իմաստով վատ ճանապարհով, սակայն տնտեսական իմաստով հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը, որից փորձեցին տարբեր երկրներ օգտվել այդ ռեէքսպորտների ճանապարհով, Թուրքիան, Էմիրատները, Ղազախստանը, Ղրղըզստանը, Վրաստանը, Հայաստանը, բոլոր այդ երկրները շահեցին։ Նկատի ունեմ այն, որ երբ որ ռուսական տնտեսական հարաբերությունների մեջ էմբարգո դրվեց Արևմուտքի կողմից, Ռուսաստանը փորձեց շրջանցել այդ էմբարգոն այլ երկրների միջոցով, եւ այդ այլ երկրները ֆունդամենտալ շահեցին։ Դրանից մեկը Հայաստանը, որի ՀՆԱ-ն, այսինքն տնտեսությունը ուղիղ երկու անգամ մեծացավ։ Հենց այդ պատերազմի արդյունքում 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, այո, երկու անգամ տնտեսությունը մեծացավ։ Եվ առաջացավ մի շատ պարադոքսալ իրավիճակ։ Մի կողմից Հայաստանը շահեց տնտեսական իմաստով, մյուս կողմից Հայաստանի ղեկավարությունը քաղաքական իմաստով սկսեց վարել Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն։ Նախ եւ առաջ ինքը Պրահայում 2022 թվականին 6-ին կնքեց այդ հիշում եք այդ հայտնի դրույթը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որի մասին հիշեցրեց Պուտինը, որի արդյունքում դա ղարաբաղցիները փաստացի դարձան անօրինական, այսպես ասած, կարգավիճակ ունեցող տարածք, որտեղ եթե մինչև այդ Ղարաբաղը վիճելի տարածք էր, եթե մինչև այդ Ղարաբաղի բանակը կարգավիճակ չուներ, ոչ լեգալ կամ լեգալ, ապա այդ հայտարարությունից հետո արդեն դարձավ Ադրբեջանի ներքին գործը, որից ավտոմատ դարձավ, որ ղարաբաղցիները դարձան արդեն Ղարաբաղյան բանակը դարձավ տերորիստական կառույց, որտեղ արդեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ամբողջովին փլուզվեց եւ Ադրբեջանը ստացավ լեգիտիմ իրավունք փակել Լաչինի ճանապարհը եւ մի տարվա ընթացքում արցախցիներին դուրս բռնել, Ադրբեջանից։ Այսինքն կարելի ասել, որ քաղաքական իմաստով Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախից ազատվեն։ Ինչ եմ ուզում ասեմ, դրանից հետո արդեն առաջացավ այն իրավիճակը, որ Հայաստանը սկսեց խոսք տալ իր արևմտյան գործընկերներին, որ ինքը ձգտում է դեպի Եվրոմիության անդամ դառնալու, իրենք ասին դրա համար դու պետք է բարելավես քո հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ադրբեջանը Թուրքիան օգտվելով դրանից սկսեցին իրենց պահանջները դնել արդեն, պահանջները Մինսկի խմբի լուծարում, հիշեք այդ պատմությունը, պահանջները, որ մի շարք պատմություններ Զանգեզուրի միջանցքի հետ կապված բացում տրիպի միջոցով, Մասի Սարի հետ կապված պատմությունները եւ հետագայում էլի տենց պատմությունները, համանդրության փոփոխություն, որը փաստացի Փաշինյանը կատարում է, որովհետեւ դա այն կոնտեքստի մեջ է, որտեղ ինքը արդեն ընտրությունը կատարել է։ Մոսկվայում բացի այդ արդեն անցել են տնտեսական երկաթգծի հետ կապված խնդիրներ են փորձում լուծել, ատոմային էներգիայի հետ կապված ամբողջությունն է ուզում փոխել Հայաստանի իշխանությունը այսօրվա դրությամբ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը փորձում է կտրուկ փոխել Հայաստանի տնտեսական եւ քաղաքական վեկտորը դեպի արևմուտք եւ Թուրքիա, եւ նա հասկանում է, որ ըստ էության իրեն ուզում են վռնդեն այս տարածքից, եւ ինքը միաժամանակ ասում է, որ բայց մենք ունենք տնտեսական հարաբերություններ եւ քաղաքական եւ ռազմական հարաբերություններ, մենք ուզում ենք պարզաբանեք դուք ինչպես եք վերաբերվում դրան։ Պարզվեց, որ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ գիտեք ինչ, դուք սպասեք, մենք այդտեղ աշխատանք ենք տանում, դուք որպես ասենք նենց սպասեք, մենք քանի դեռ աշխատանք մենք ուզում ենք ձեր անունից օգտվել, հնարավորությունից օգտվել։ Հետո արդեն որ հասկանանք արդեն թե մենք ինչ ենք ստանալու այնտեղից, այդ ժամանակ դες տեսություն կասենք։ Մոտավորապես այդ ինչու հայտարարությունները Ռուսաստանից կոշտ հայտարարությունների մասին է խոսքը, ել ավելի կոշտացան, հատկապես վերջին շրջանում։ Եթե 2022-ից Հայաստանը նայում է դեպի արևմուտք, դա Ռուսաստանը տեսնում էր եւ Ռուսաստանի համար պարզ էր, բայց վերջին շրջանում, հատկապես վերջին շրջանում հայտարարությունները կոշտ հայտարարությունները հաջորդում են մեկը մյուսին։ Հասկացա, տեսեք, որովհետեւ արդեն Հայաստանում ընտրություններ են անցկացվելու հունիսի 7-ին,
Ռուսաստանը հաշվի առնելով այդ հանգամանքը ինքը այդ մեսիջը ուղարկում էր ոչ միայն Հայաստանի ղեկավարությանն, այլ նաև հայ հասարակությանը։ Ինքը փաստացի այդ ընտրության առաջ է փորձում կանգնեցնել ամբողջ Հայաստանի բնակչությանը, հասկացնելով, որ դուք ընտրության առաջ եք կանգնելու հունիսի 7-ին, կամ դուք գնալու եք այս ճանապարհով, կամ դուք գնալու եք այս ճանապարհով։ Եթե դուք գնալու եք այն ճանապարհով, ուրեմն դուք մեր պրեֆերենցիաներից արդեն չեք օգտվելու, չեք կանելու։ Գազի գինը կբարձրանա 3.5 անգամ, այսօր $172 է, կդառնա մոտավորապես $600 կդառնա, կամ եթե դուք չեք ուզում գազ գնել, ուրեմն պետք է Ադրբեջանից գազը գնեք, հա։ Հիմա ես մի քանի թիվ ասեմ, որ դուք պատկերացնեք, թե Հայաստանը ինչքանով է պատրաստ խզել այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Համեցեք։ Հա, տեսեք, անցյալ տարվա դրությամբ Հայաստանի էքսպորտը, այսինքն արտահանումը կազմել էր $8.4 միլիարդ։ Հիշեք այդ թիվը։ 8.4 միլիարդ դոլարից Ռուսաստան արտահանումը կազմել է $2 միլիարդ 964 միլիոն, այսինքն 35%-ը։ Այսինքն ամբողջ էքսպորտի 35%-ը գնում է Ռուսաստան։ 2 միլիարդ, երկրորդ տեղը գտնվում է Էմիրատները, $2 միլիարդ 54 միլիոն էքսպորտ գնում է Էմիրատներ, բայց բոլորն էլ գիտեն, որ դա էլի ռուսական բանի ռեէքսպորտի էլեմենտը դեպի Էմիրատներ, որտեղ Հայաստանը ինքնուրույն չունի այսպիսի հնարավորություն $2 միլիարդ էքսպորտ անի Էմիրատներ։ Վերջապես երրորդ տեղում գտնվում է Չինաստանը 9%, $763 միլիոն։ Հիշենք այդ թիվը։ Ուրեմն Իրաք $331 միլիոն, 7%-ը կազմում է էքսպորտի։ Բելարուս $162 միլիոն անցյալ տարվա էքսպորտը այդքան է եղել, Բելարուս։ Հիմա տեսեք, Բելարուսի միայն Բելարուսի էքսպորտը կազմում է 6%։ Հիմա ես մի հատ ուրիշ թիվ էլ ասեմ, պատկերացրեք, եվրոպական երկրներ, Շվեյցարիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա իրար հետ միասին կազմել է ընդամենը 6.4%։ Հիմա պատկերացրեք, միայն Բելարուսի էքսպորտի արտահանման այդ ապրանքների քանակը հավասար են եվրոպական երկրների արտահանման մի քանի երկրների քանակին։ Ես համատեք հիմա միայն 35%-ը դեպի Ռուսաստան, 20 քանի տոկոս, 24% դեպի Էմիրատներ, բայց դա էլի ռուսական, այսպես ասած, իմպորտի հետ կապված խնդիր է, որտեղ փաստացի Հայաստանը դարձել է տրամպլին երկիր Էմիրատների եւ Ռուսաստանի միջեւ։ Հասկանում եք։ Այսինքն այս կոնֆիգուրացիայով ու եթե դրան գումարենք, որ էներգահամակարգի էներգետիկան Հայաստանի 80%-ը ստանում է Ռուսաստանից, 80%-ը գազը պրակտիկորեն կարելի ասել Ռուսաստանից եւ մի փոքր մաս Իրանից, չէ՞, այդ բանով։ Փաստորեն, եթե դու հիմա գնաս խզման Ռուսաստանի հետ, դու միայն տնտեսական եւ սոցիալական իմաստով կարաս Հայաստանը կազմակերպես։ Այն ինչ որ հիմա կատարվում է Իրանում, դա ժուրնալ է, թե ինչ կկատարվի Հայաստանի, թե հանգարց Ռուսաստանը որոշում կայացնի մի գիշերվա մեջ խզի հարաբերությունները։ Իսկ այդ համատեքստում կարող ենք ասել արևմտյան ազդեցությունը այստեղ Հայաստանում մեծանում է։ Տեսեք, արևմտյան ազդեցությունը միշտ էլ փորձում են ձգտել մեծացնել Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, բոլոր տեղերում էլ փորձում են, բայց իշխանությունը ինքն է որոշում, թե արևմտյան ազդեցությունը կամ ռուսականը ինչքանով մեծացնել կամ թուլացնել։ Հիմա Հայաստանի իշխանությունը իր շահերից ելնելով, ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, փորձում է իր իշխանության ամբրապնդման համար մաքսիմալ թուլացնել Ռուսաստանի հետ կապը, ընդ որում ի տարբերություն Վրաստանի, մենք օրինակ գազի էներգետիկայի կապված մենք այլընտրանք չունենք ցավոք սրտի, որտեղ եթե Վրաստանը ստանում էր այդ գազը Ադրբեջանից, մենք այդ Ադրբեջանից չենք կարող ստանալ, եթե մենք Ադրբեջանից գազ ստանանք եւ 80%-ը գազի ստանանք Ադրբեջանից, մենք միանգամից Ադրբեջանի գերին կլինենք, Ադրբեջանը կասի միանգամից արդեն խաղաղ ճանապարհով կասի դուք բաց եք թողնում 300,000 ադրբեջանցի Հայաստան, կստանաք գազ, չեք թողնում, դուք գազ չեք ունենա, դուք կապրեք այնպես ոնց որ ապրել եք 90-ական թվականին հայտնի էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Դե դրան գումարենք, որ նաև ատոմականներ կարող է կանգնի։ Ես կարծում եմ, որ 90-ական թվականները շատ ավելի կատաստրոֆիկ կլինեն, որովհետև այն ժամանակ գոնե պերիոդիկ մակարդակով գազ էր գալիս։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այս իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է ինքը տանում։ Բայց ինքը ճար չունի, որտեղ ինքը հասկանում է Մոսկվան դա իր համար անձամբ իր համար վտանգ է ներկայացնում, ինքը հանձնելով Ղարաբաղը, ինքը ամենամեծ վնասը տվել է Մոսկվային, որտեղ Մոսկվային վռնդել է իր զորքերը ստեղից, ինքը հասկանում է, որ եթե ինքը պահպանի իր կախվածությունը Մոսկվայից, Մոսկվան իրան պատժելու է։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է, որ դա լինի, բայց տեսեք խնդիրը ինչի մեջ է,
Մոսկվայում միշտ վեճ էր, ասում էին, թե գիտեք, եկեք միանգամից խզենք տնտեսական սոցիալական հարաբերություններ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը հասկանա ինչ է, որտեղ ինքը լավ չի պատկերացնում, անդադ այդ վեճը գնում է թե Արևմուտք, թե Ռուսաստան, բան եւ այլն, միանգամից խզենք ու միանգամից այդ ժողովուրդը միանգամից կհասկանա, արդեն ինքը ստիպված կգա մեր մոտ։ Այդ մի տեսակետ կար։ Երկրորդ տեսակետը ասում էր, որ մենք այնուամենայնիվ հասկանում ենք, որ հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի, որ այս մարդիկ կապ չունեն իրաց հետ։ Հիմա Մոսկվան առաջին անգամ Փաշինյանին հրավիրելով Մոսկվա, ինքը այդ հրապարակայնացրեց այս իրավիճակը, ինքը մեսիջ ուղարկում արդեն հայ ժողովրդին, ասում է հարգելի հայ ժողովուրդ, եթե դու հունիսի 7-ին որոշում կայացնես, որ այս մարդու հետ ես գնալու, ուրեմն մենք խզելու ենք քո հետ այդ հարաբերությունները, այսինքն ինքը չի ասում տենց բան, բայց իր բոլոր փորձագիտական շրջանակները եւ նախագահից ցածր բոլոր կառույցները արդեն դա զգուշացնում են, ասում են մենք մոտիվացիա չունենք ձեզ պահելու, որ դուք դեմքերի լեզվով մենք լսել ենք մոտիվացիա չունենք ձեզ 3 անգամ, 4 անգամ գազ էժան տալու, որ դուք վաղը մեզ գցեք։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Հիմա տեսեք, կարող ենք այս իրավիճակը ինչ որ տեղի է ունենում ճգնաժամ համարել, թե ռեստարտ լինելու փուլում ենք գտնվում, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները վերակենդանացման նշաններ ցույց տալիս է, թե տեսեք, վերջնականապես այդ հարցին կարող ենք անդրադառնալ հունիսի 7-ից հետո։ Տեսեք, այդ հարցին պատասխանելով մենք պետք է հասկանանք, թե հունիսի 7-ին ինչա սպասվում մեզ։ Եթե հունիսի 7-ին այս իշխանությունը մնաց, ես ես վստահությամբ կարամ ասեմ, որ Հայաստանը հայտնվել է քարե դարի մեջ։ Ուղղակի քարե դա ինչու այդպես, որովհետև Ռուսաստանը ասում է ես այլևս գնեք ավելնորդ ավանակի դեր չեմ ուզում կատարեմ ձեր համար։ Եթե դուք ժողովուրդ ուզում եք այս մարդու ընտրեք, դա նշանակում է դուք այն ճանապարհն եք ընտրում, ուրեմն իմ հետ պետք է ստեսություն է։ Նշանակում է բացի այդ ամենից հայկական բիզնեսները, որ կան հիմա Ռուսաստանում, իրանք ունենալ այն ճակատագիրը, ինչ որ ժամանակին ունեցավ վրացական բիզնեսները։ Եվ այն մարդիկ, որոնք ապրում են Ռուսաստանում, արդեն իրանք պետք է դուք գնացեք, դուք Իտալիա կամ Ֆրանսիա գնաք, եթե իրանք ձեզ սպասում են այնտեղ, հասկանում եք։ Բայց Հայաստանի ապրանքների հենց քանակը պատկերացրեք, թե ինչ վիճակի մեջ կհայտնվի, եթե Ռուսաստանը ուղղակի փակի իր շուկան, եւ ըստ էության այդ 35-ին գումարած 24 60%-անոց Հայաստանի այդ էքսպորտի պոտենցիալը ինքը օդի մեջ կախված է մնալու եւ այս ժողովուրդը առնվազն տնտեսական կոլապսի մեջ անելու սոցիալականով եթե չհաշվենք դրան նաեւ ատոմականի եւ գազի խնդիրները, ապա այս երկիրը շատ ավելի ծանր վիճակի մեջ կարող հայտնվի, քան որ ասենք, չգիտեմ, ատոմային բոմբ ունի Հայաստանի վրա։ Այս ընթացքում Հայաստանից պարբերաբար տարբեր մակարդակներով հնչեցվում են ինքնիշխանության պահպանման շեշտադրումներով հայտարարություններ։ Արդյոք ռուսական միջամտությունը մեր ներքաղաքական կյանքին դա լուրջ միջամտություն չէ ինքնիշխանությանը եւ որքանով դա կարող է վնասել Հայաստանին։ Տեսեք, ես այդ հարցին sense պատասխանում։ Իշխանական падգամավորները հատկապես վերջին շրջանում ելույթ են ունենում եւ պարբերաբար շեշտում են, որ Հայաստանը հակառակ դեպքում կկորցնի պարզապես ինքնիշխանություն։ Ես այդ հարցին sense պատասխանեմ։ Դուք ճանաչում եք գոնե մի падգամավորի կամ քաղաքական ուժի, որ հայտարարի, որ ես ոչ թե ինքնիշխանության կողմնակից եմ, այլ կախվածության կողմնակից եմ։ Այդպեսի մարդ չկա, չէ՞։ Բոլոր մարդիկ, բոլոր քաղաքական գործիչները Հայաստանում խոսում են ինքնիշխանության, ինքնունության, բոլորը միշտ տենց է եղել։ Այսինքն չկա մարդ, որ ասի, թե ես կողմնակից եմ, որ Հայաստանը կախվածություն է մեծացնի կամ այս երկրից կամ այս։ Այդպեսի մարդ պրակտիկորեն գոյություն չունի, բայց դու պետք է նայես իրականությանը։ Այս մարդիկ այս ճանապարհը որ տանում են։ Հիմա մի հատ հարց են տալի, որ դուք ահարացարը հանում եք այդ բաներից։ Ասենք, չգիտեմ, ասում եք, դե չկա, ասենք, Արցախ անունը հանում եք։ Դա ինքնիշխանության թույլատում է թե ուժեղացում է։ Կարաք ինձ հարց տաք։ Կամ երբ որ դուք վաղը մյուս օրը որ ադրբեջանական գազից դուք արդեն դառնաք միակողմանի կախվածության մեջ, դա Հայաստանի ինքնիշխանության մեծացումը թե փոքրացում անելու։ Վաղը որ Ադրբեջանը ասի, ես դուք պետքա ընդունեք արդեն 20000, 30000 փուլերով արդեն ադրբեջանցիները գան ստեղ եւ իրանք պետքա պարլամենտում տեղ ունենան։ Դա Հայաստանի ինքնիշխանության թույլատումը թե ուժեղացումը։ Տեսեք, Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կարող է քննարկել Հայաստանի քաղաքական ծրագրերը նույնիսկ ընտրությունների համատեքստում։ Սա օրինակ միջամտություն է, թե բնական երկխոսություն է դաշնակից պետությունների միջև։ Տեսեք, ես այդ հարցին sense պատասխանեմ։ Իհարկե, ասենք ոչ մեկին դուր չի գա, որ երկրի այլ երկրի ղեկավար փորձի միջամտել Հայաստանի ներքին ընտրությունների հետ կապված, բայց ես օրինակ չեմ ողջունում նման բան, ինչպես որ չեմ ողջունում Կայա Կալասի հայտարարությունը, որ հայտարարում է, որ մենք հետա հիբրիդային պատերազմի կամ ես չեմ ողջունում, որ ասենք, չգիտեմ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ մենք ողջունում ենք Հայաստանի այսօրվա եւ աջակցում ենք այսօրվա իշխանությանը։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, հիմա աշխարհը փոխվում է արդեն։
Եվ եթե նախկինում գոնե ձեռնպահ են մնում այդպիսի հայտարարություններ անելու, հիմա արդեն որ Թուրքիայի արտգործնախարարն թույլ է տալիս հայտարարել, որ ես հրապարակավ եմ պաշտպանում այս իշխանությունը, իդեպ ասեմ առաջին անգամ իդեպ 21 թվականի ընտրություններից առաջ Թուրքիայի բոլոր ղեկավարները պրակտիկորեն հայտարարեցին, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ իմպերատիվ մակարդակով ավելին կարող ասում, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը եղավ Փաշինյանի դեմ, իրենք հրապարակավ ոչ միայն աջակցեցին, այլ նաեւ դեմարշ արեցին եւ մեծ այսպես ռազմորկա գնաց Մոսկվայի հետ, որ եթե դուք փորձեք Փաշինյանին հեղաշրջել առանց դեմոկրատական ընտրությունների միջոցով, ապա մենք կմիջամետենք Հայաստանի ներքին գործերի մեջ։ Սա ես ուզում եմ ասեմ, որ մարդիկ հասկանան, որ 21 թվականին ձևավորվել է Հայաստանում ռուս-թուրքական պարիտետային իշխանություն։ Հիմա այս իշխանությունը փորձում է մաքուր թուրքական իշխանություն ձևավորի, ազատվելով ռուսական բալաստից։ Հիմա ռուսները տեսնելով, որ շատ լկտի մակարդակով Թուրքիան է միջամտում եւ եվրոպական, այսպես ասած, կառույցներն են միջամտում, Վենցն էլ հայտարարեց, չէ՞, մոտավորապես։ Իրանք ասում են, որ եթե մենք դա չհայտարարենք, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը մնացել է միայնակ, եւ կստացվում է, որ միակողմանի այդ երկրները աջակցում են կոնկրետ Փաշինյանին, եւ հայ ժողովուրդը չգիտի թե իրան ով է աջակցելու հակառակ կողմից։ Դրա համար իրանք փաստացի այս իրենց հայտարարությունները փորձում են բալանսավորել։ Լավ, առաջիկայում ինչ սցենարներ եք տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես կզարգանան։ Համարում եմ, որ այդ սցենարների մասին կարող ենք խոսել հունիսի 8-ից հետո։ Ամենակենտրոնական խնդիրը դա հունիսի 8-ը արդեն հունիսի 8-ին արդեն պարզ կլինի թե Հայաստանը ինչ վիճակի մեջ կարող է հայտնվի։ Մինչև հունիսի 8-ը ձեր ասած որևէ բան չի լինի որևէ բան չէ, որևէ ստրատեգիական լուրջ փոփոխություն հունիսի 8-ին տնտեսության մեջ ոչ մի բան չի լինի։ Եթե չհաշվենք այն պատերազմը, որ Իրանում կա, կարող է որոշակի լոգիստիկ իմաստով փոփոխությունների բերի, բայց դա սիտուացիոն փոփոխություններ կլինեն, որ ամբողջ աշխարհի վրա են ազդում։ Հայաստանի զարգացումը կախված է հունիսի 8-ից հետո։ Մենք Հայաստանի 8-ից հետո կամ կունենանք երաշխավորված խաղաղություն, կամ երաշխավորված պատերազմ, եւ որի արդյունքում մենք հայտնվենք քարե դարի ժամանակահատվածում։ Սա է իմ գնահատականը։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Երվանդ Պոզոյանի հետ։ Ցտեսություն։